Մարդկանց թվում է, որ ես ասում եմ, որ Նիկոլը տանում է պատերազմի, նշանակում է ես պատերազմ եմ ուզում։ Ժորժ ջան, այն որ ես եմ տեսել, դուք կինոյում եք նայում տեսնում, կամ գիրք եք կարդում։ Այն միջոցառումները, որ ես եմ կազմակերպել, դուք գրքերով եք տեսնում, կարդում, կինոներում եք տեսնում։ Չկա զինվորական, որ կուզի պատերազմ, հիշեք դա, հիշեք, բայց պատերազմից խուսափելու համար դու պետք է ազգային քաղաքականություն վարես, ազգին լինես նվիրված, հակառակորդը պետք է տեսնի, որ ժողովուրդը պատրաստ է պաշտպանի իր երկիրը ամեն գնով, միայն ու միայն այդ դեպքում մենք կարանք խուսափենք պատերազմ։ Բայց երբ որ մենք փողոցներից պոկում ենք մեր հերոսների նկարը, դպրոցներից հանում ենք անունները, փողոցների անունը դնում ենք դավաճանների անուն, կզածներին բերում ենք իշխանության, պատերազմը անխուսափելի է։ Չեն հարձակվում հայրենասեր ժողովրդի վրա, չեն հարձակվում պատմությունը հիշող ժողովրդի վրա, բայց հարձակվում են կզողի վրա։ Դրա համար այն ինչ որ դուք գրում եք, չգիտեմ, ճիշտ ասած զարմացած եմ այդ կանանց վրա։ Վերջում էլ մի պատմություն պատմեմ, 10 տարի առաջ, երբ որ Սիրիա մտան ռուսական բանակը, ես գնացի այստեղ, ռազմական կցորդ էի, գնացի մի հատ կաֆե, և տեսնեմ այդ կաֆեի ադմինիստրատոր կինը նստած լաց է գրում։ Մենք էլ դեսպանատան աշխատողներով էինք, միշտ գրում այնտեղ խաց էինք ուտում, հարցրինք ինչ է պատահել։ Ասես տղայիս զորակոչել են, տարել են ինչ-որ մի ստորաբաժանում, որտեղ պատրաստում են և պետք է տանեն Սիրիա։ Այդ կինն էլ ոչ ամուսին ուներ, ոչ հերնումեր ուներ, ոչ եղբայր ուներ, ոչ քույր ուներ, մենակ այդ մի տղեն էր, որին մեծացրել էր։ Երբ որ մեր դեսպանատան աշխատողներից մեկը ասեց, գուցե անուն ազգանունը տաս, մենք մեր կանալներով փորձենք քո տղային այդ ստորաբաժանումից հանենք։ Այդ կինը լաց էր ելնում, ուրեմն սենց իրան դզեց, ասեց չէ, բա ով պետք է մեր երկիրը պաշտպանի, թող գնա տղամարդ դառնա, բա երկիրը չկարացավ պաշտպանի, ինձ ով է պաշտպանելու, ինձ էլ չի կարա պաշտպանի։ Հիմա հասկացաք, ինչի է սրանց պետությունը ամենամեծը աշխարհում։ Իսկ դուք մի հատ ձեր կոմենտներին նայեք։ Տեսեք ինչ եք գրում, եթե մայրը զինվոր չի մեծացնում, ուրեմն թող այդ մայրը իմանա, որ պատերազմ է լինելու։ Իսկ եթե մայրը զինվոր մեծացրեց, հայրենասեր տղա մեծացրեց, ոչ մեկ մեր վրա ռիսկ չի անի հարձակվի։ Դա է գաղափարախոսություն։ Իսկ հիմա գնացեք 37 թիվը Հանգստանում է։ Ձեր տունը գալու է թուրքը և գալու է մլիցան, ձեր լեզվով եմ ասում։ Քո տղային տանելու են նստեցնեն, եթե հանկարծ Նիկոլի դեմ խոսած։ Պատրաստեք, բան պերեդաչա տանելու։ Այս ամեն ինչը մենք կարանք ուղղենք։ Մենք պետք է համերաշխություն ստեղծենք մեր ժողովրդի մեջ։ Մենք պետք է մեկս մեկին չհետապնդենք։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, որ խուսափենք պատերազմից։ Շնորհակալություն։